բաժանումը միշտ վատ է, միավորումն է լավ։ Եվ պատարագի մեջ մենք երգում ենք, որ ամբողջ եկեղեցին մեկ անձ դառավ, միավորվեցին, մեկ եղան Տեր Հիսուս Քրիստոսով։ Առաջին բաժանումը եղավ դրախտում, երբ մարդը անհնազանդ գտնվելով Աստծուց բաժանվեց, հեռացավ։ Այս բաժանումով սկսեցին բոլոր բաժանումները։ Հետո Ադամի որդիներից Աբելն ու Կայենը իրարից բաժանվեցին։ Հետո այսպես մարդկությունը բաժանվեց։ Եվ բաժանումների գլխավոր պատճառը հպարտությունն է։ Սատանան խաղաց մարդու հպարտության վրա։ Ասեց՝ մի վախեցիր, դու Աստծո պես կլինես։ Եվ մարդը Աստծո պատվիրանը խախտեց։ Ուզեցավ ինքը բարձրանալ։ Ինչպես Սատանան ինքն էր երկնքում բարձրացել, ուզեցել էր Աստծուն հավասար լինել, եւ դեռ հրեշտակ էր, եւ երկնքից ընկավ։ Աստված երկնքից գցեց եւ դարձավ անզերծ Սատանա, հակառակորդ։ Եվ այսօր մենք տեսնում ենք ինչքան բաժանումներ կա աշխարհի մեջ։ Ընտանիքների մեջ, հասարակության մեջ, հարազատների մեջ։ Եվ այսօր մեր հասարակության մեջ էլ մեծ ցավ է այս բաժանումը, որ հասարակությունը երկու կամ մի քանի մասերի է բաժանվել։ Ինչն է այս բոլոր բաժանումների պատճառը։ Ուրեմն, եւ գիտեք, անդադ մենք կոչեր ենք լսում մեր իրականության մեջ, որ պիտի միաբանվենք, միաբանությունը անհրաժեշտ, բաժանումը լավ չի, ճիշտ են ասում, բաժանումը լավ չի, պիտի միաբանվենք, բայց ինչպես կարող ենք միաբանվել։ Երբ որ մենք իրարից տարբեր ենք մտածում, երբ որ մենք իրար հակադիր ենք մտածում, երբ որ մենք հակառակ մոտեցումներ ունենք, պիտի գանք պատճառին, բաժանման պատճառին, որ հասնենք, կիմանանք, թե ինչպես այդ պատճառը վերացնենք։ Բաժանման պատճառը մարդու Աստծուց բաժանումն է։ Հենց մարդը Աստծուց բաժանվեց, սկսեց մարդը իրարից էլ բաժանվել։ Աստված մեկ է, Աստված սեր է, Աստված միություն է։ Եվ Աստծո մեջ մնացող մարդը չի կարող բաժանվի։ Բայց Աստծուց հեռացած մարդը, առանց Աստծո ապրող մարդը, ինքը արդեն ինքն իր համար Աստված է։ Ինքն իր համար հեղինակություն է։ Ինքը ինքնագլուխ է, ինքնակամ է, եւ ինչքան մարդիկ լինեն, ամեն մեկը ինքնագլուխ են եւ ինքնակամ են։ Ուրեմն բոլոր բաժանումների պատճառը Աստծուց հեռացած վիճակն է։ Ուրեմն այդ բաժանումները հաղթահարելու համար ինչ պիտի անենք։ Պիտի ամեն մեկս վերադառնանք Աստծուն։ Վերադառնանք եւ խոնարհվենք Աստծո հզոր աչքի տակ։ Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանում ասել, ես եւ իմ հայրը մեկ ենք, մի ենք։ Այնպես էլ մենք Քրիստոսով պիտի բոլորս մեկ լինենք։